Լոռու գեղատեսիլ գյուղերից մեկում Կուրթանում գյուղատնտեսական աշխատանքների թեժ շրջանն է, գյուղացիները վաղ առավոտից դաշտերում են։ Տարվա այս ժամանակը պատասխանատու շրջան է գյուղացիների համար, յուրաքանչյուր օրը կարևոր է բերքի համար։ Դաշտերում աշխատանքը շարունակվում է առանց դադարի անկախ եղանակից։ Կուրթանեցիներն ասում են, որ գյուղատնտեսությունը մնում է իրենց հիմնական զբաղմունքը։ Աշխատանքը դժվար է, բայց ակնկալիքը կարևոր է յուրաքանչյուրի համար։ Երիտասարդ եք երևում։ Անահիտ Մաթևոսյանի ընտանիքը հողագործությամբ է զբաղվում, ասում է այս տարվա եղանակային պայմաններն ընդհանուր առմամբ նպաստավոր են եղել։ Դե տեսնենք, անձրևային է եղել, հույս ունենք լավ բերք կստանանք, եթե կարկուտ դեռ չգա։ Գյուղացիները հիմա կարտոֆիլի ցանքատարածություններում են, խնամքով հեռացնում են մոլախոտերը, մինչև բերքահավաքը դեռ շատ ժամանակ կա, բայց գործերն էլ քիչ չեն։ Հենրիկ Ղաբուզյանն արդեն մի քանի տասնամյակ հող է մշակում, տնամերձ այգում ինքն ու կինն են աշխատում։ Դե լավ բերքը չենք վերցրել, ինչ սպասում ենք աշնանը, որ բերքը հավաքի։ Իսկ մոտավոր տեսնում եք բերքատվություն այս տարի լավ կլինի, վատ կլինի։ Դե եթե կարկուտ չգա, լավ կլի։ Ամեն ինչը լավ կլի, բայց որ կարկուտը գալիս է, ամեն ինչն էլ փչացնում է։ Գյուղացիներն ասում են, տարին հիմնականում նպաստավոր է բերքի համար, սակայն եղանակային անակնկալները մտահոգիչ են, հատկապես կարկուտից են վախենում։ Կուրթանում ոռոգման համակարգի խնդիր էլ կա, շատերը ստիպված են ցանքսերը ջրել խմելու կամ աղբյուրի ջրով։ Ոռոգումը ջրով ջրում ենք, շլանգով, բանով ջրում ենք, էլի։ Ձեր սովորական խմելու ջրով եք ոռոգում։ Հա, ուրիշ ջուր չունենք։ Առուց ունենք, էլի որ ջրենք, աղբրի ջրով ենք ջրել։ Չենք ոռոգում, չունենք նման պայմաններ ոռոգման թեկուզ դաշտերում։ Սովորական մեր օգտագործման ջրից միացրած շլանգով, որ ջրվի։ Այն այնտեղ, որ երևում է, կրանտից բերել ենք, որ ջրենք։ Չնայած ոռոգման դժվարություններին, գյուղացիներն այնուամենայնիվ հույսով ու հավատով են սպասում աշնանը։ Լավ բերքի ակնկալիքը մեծ է։ Սպասում ենք, էլի, Աստծո տված է։ Ինչ կտա, այն էլ կստանանք, որ կարկուտը գա, ոչ մի բան էլ չենք։ Կուրթանը հայտնի է իր կարտոֆիլով, սակայն տնամերձ հողամասերում նաև լոբի, վարունգ, լոլիկ և այլ բանջարեղեն են աճեցնում։ Չնայած պատկառելի տարիքին, Հենրիկ Ղաբուզյանն ամեն օր դաշտում է, ասում է, հողի գործը հեշտ չէ, բայց գյուղացին այլ ընտրություն չունի։ Գործը դժվար է, իհարկե դժվար է։ Ամեն մարդու բան չի էլի գյուղը աշխատիլը, շատ է դժվար։ Հա, փորում ենք, ցանում ենք, հանում ենք, ինչ գյուղացուն պետք է։ Գյուղացին չարչարում է։ Հա։ Առավոտը ժամի 5:30 վեր ենք գնում, ապրանքը կթեմ, դաշտանեմ, տանում ենք պահեմ, ստիել բեջարում ենք, խազմիլա, տնգիլա, էսա ենա, հա։ Գյուղում աշխատուժի պակասն էլ է զգացվում։ Երիտասարդներից շատերն արտագնա աշխատանքի են մեկնում կամ հեռանում են գյուղից այլ գործ գտնելու հույսով։ Գնում են Ռուսաստան են գնում։ Ով աշխատանք չունի, նա գնում է։ Բայց ստեղ կա աշխատանք, նեզ որ չկա։ Բայց որ անբաններ կա։ Քան չեն ուզում էլի։ Ամենքն իրանց գործով զբաղված։ Համայնքի ղեկավար Աբգար Մագթաղյանի խոսքով պետությունն աջակցում է գյուղատնտեսներին սուբսիդավորման ծրագրերի միջոցով։ Մասնավորապես ցորենի մշակության համար աշնանացան և գարնանացան մշակաբույսերի աջակցության ծրագրեր կան, որոնցով գյուղացիները պետական ֆինանսական աջակցություն են ստանում սերտիֆիկացված սերմացու գնելու համար։ Հիմա ցորենի համար մոտավորապես ասենք մի հեկտարին պետությունը սուբսիդավորում է ասենք 70,000 դրամ մոտավորապես էլի սերտիֆիկատով մարդիկ ունեն ցորենն առնում են նորսեր ու դրա համար սուբսիդավորում են ստանում այսինքն պետության պետական աջակցություն տեսեք աշնանացան մենք մոտավորապես ունեցել ենք սուբսիդավորման 250 հեկտար ընդհանուր բոլորը իրար հետ վերցրած էլի հա գարնանացան մի քիչ է մոտավորապես մի 180 170 այդ տենց էլի
Սուբսիդավորման ծրագրերից օգտվել է մոտ 60 շահառու։ Համայնքի ղեկավարն ասում է, որ կարտոֆիլի համար սուբսիդավորման ծրագիր չկա, բայց հացահատիկի մշակության և անասնապահության համար պետական աջակցության ծրագրերն ընթացքի մեջ են։ Կուրթանում, ինչպես և մարզի շատ այլ գյուղերում, գյուղատնտեսությունը հիմնական զբաղմունք է, ուստի պետական աջակցության ծրագրերը շատ կարևոր են ոլորտի զարգացման գործում, ասում է համայնքապետը։ Աիդա Ավետիսյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլոր։